Նադիրը ընդունում է շահական իշխանությունը բարձրագույն, դառնում է գլխավոր պետը, պարսկական պետության գերագույն ղեկավարը եւ նա շատ կարևոր մի գործողություն է կատարում Արցախի 5 մելիքությունները, որոնք դաշնակցաբար գործել էին Օսմանյան ներխուժման դեմ, նրանք ճանաչվում են որպես մեկ ընդհանուր վարչական միավոր եւ նրանց անունը, քանոր 5 մելիքություններ էին, դրվում է հենց արաբերենից փոխառյալ բառով Խամսայի մելիքություն, 5-ի մելիքություն։ Եվ այս մելիքությունները դուրս են բերվում որևէ վարչական ենթակայությունից, օրինակ Գանձակի խանի նկատմամբ, եւ նրանք վերածվում են առանձին պաշտոնեության, եւ այս պաշտոնեության գլուխ կանգնում է Տող գյուղում նստող Դիզակի Մելիք Եգանը։ Ստացվում է, որ նրանց միջից ավագագույնը դառնում է ընդհանուր այս նոր կազմավորման ղեկավար եւ նա ստանում է նաեւ խանական տիտղոս, որով հավասարեցվում է նա մուսուլման տիրակալներին